լայնածավալ պատերազմը ես չեմ պատկերացնում, որ Միացյալ Նահանգները պատրաստ լինեն եւ ցանկանան վարեն Իրանի դեմ, եւ այո, այստեղ կարեւոր է Իսրայելի դերը։ Իսկ ինչու են ասում, որ մտածում են, որպեսզի Իսրայելը առաջին հարվածի, որպեսզի հասարակության կարծիքը Միացյալ Նահանգներում ավելի դրական լինի, որ այո, Միացյալ Նահանգները պիտի միջամտեն, որպեսզի աջակցեն Իսրայելին, որովհետեւ շատերը դեռ չեն հասկանում, ինչու Միացյալ Նահանգները պիտի ինչ որ Իրանի դեմ պատերազմ վարեն։ Առավել եւս, երբ որ իրենք անհանգիստ են այդ հրթիռային համակարգերի գոյությունից, եւ այդ միջուկայինի հետ կապված խոսակցությունները արդեն երկրորդ պլան են մղում, եւ նաեւ հասկանում են, որ Իրանը գնալու է մինչեւ վերջ։ Բնականաբար չեն կարողանալու, չէ, Իրանը ոչ են վերացնելու։ Իրանը գործնելու բան չունի։ Բայց նպատակը իրենց որն է, մասնատել Իրանը, այսինքն ոչ թե ոչնչացնել, այլ մասնատել, սա է իրենց նպատակը։ Ինքը կարալ նպատակներից մեկը, եթե դա լինի կառավարելի։ Մի հատ հələ հաջողված кейս չկա, ինչպես իրանք մասնատեցին եւ ինչ որ հաջողությամբ դրանից դուրս եկան։ Լինի դա Իրաքում, լինի դա Աֆղանստանում, լինի դա Լիբիայում, Սիրիայում Դամասկոսը դեռ լիովին չի տիրապետում Սիրիայի սահմանները, հիշեցնենք, արդեն 2 տարից ավել արդեն անցել ինչպես իրանք իշխանությամբ են։ Համար ամեն տրանզիտը պիտի կառավարվի։ Եթե չկառավարվի, ապա ուրիշները կօգտվեն ստեղծված հնարավորություններից։ Իսկ շատ համաձայն եմ ձեզ հետ, որ Իսրայելի դեպքում այո, պարակտել հնարավորինս Սիրիան, Իրաքը, Իրանը եւ կարողանալ ստեղծել իր համար ազդեցության գոտիներ։ Այո, սա Իսրայելի համար լավագույն սցենարն է։ Իսկ Միացյալ Նահանգների համար ես չեմ մտածում, որ դա է լավագույն սցենարը։